Թևանյանը գաղափարական ընդգծված առաջնորդերով կտրուկ հակադրության մեջ էր եւ շարունակում է լինել իշխանությունների հետ։ Առաջին հարվածը իհարկե եղավ, այսպես ասենք, Թևանյանի այդ շինծուգործող ձերբակալումով, որին հաջորդեց արդեն Ծառուկյանի այդ խայտարակ տեսարաններով պետական դավաճանության մեղադրանքը կարել, մտցնել գաղտնիության ռեժիմ, մեղադրանքի մեջ պետական գաղտնի ֆրազը գոյություն չի ունեցել։ Վանչափահաս երեխայի մորը, կնոջը անպայման դատարանը տարավ կալանքի, ինչը ուղղակի, ասենք, սազրելի է շատ։ Հասարակության գերակշիռ մասը Նիկոլ Փաշինյանին է մեղադրում դավաճանության մեջ, թուրքի պատվեր կատարելու մեջ։ Բայց դրա քրեական մեղադրանքը երբ լինելու։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, զրուցակիցս այսօր Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն է։ Պարոն Սուքիասյան, ողջունում եմ ձեզ մեր տաղավարում եւ անդրադառնանք Մայր Հայաստան կուսակցության շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նախընտրական փուլում կալանավորվեց Անդրանիկ Թևանյանը, Մայր Հայաստան կուսակցության առաջնորդը եւ որին հաջորդեց նաեւ նույն կուսակցության անդամ Արեգնաս Մանուկյանի կալանավորումը։ Դուք ինչպես եք սա որակում, ինչպես եք գնահատում Մայր Հայաստան կուսակցության եւ մասնավորապես առաջնորդ Անդրանիկ Թևանյանի շուրջ տեղի ունեցող այս իրադարձությունները։ Ակնհայտ է, որ դա ուղղորդված ամենավերևից եկած պատվեր էր, արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը ի պաշտոնե չպիտի հասանելիություն ունենար, թե որ իրավապահ մարմնում ինչ գործընթաց կա։ Այդտեղ ինքը հրահանգը հնչեցրեց, փորձեցին ինչ-որ բան մոգոնել եւ պետք է հղում անեն փաստաբանների խոսքին, որոնք նույնպես ստորագրել են գաղտնիության որոշակի ռեժիմի փաստաթղթերի տակ, որ այսպես կոչված գործի մանրամասները իրավասու չեն հրապարակել, բայց զուտ գնահատողական մասով գործ որպես այդպեսին այնտեղ գոյություն չունի։ Դա պատահական չէր ընտրված, Բարգավաճ Հայաստանը շատ ընդդիմադիր ընդգծված ռադիկալ դիրքորոշում ուներ եւ ունի, իսկ Թևանյանը գաղափարական ընդգծված առաջնորդերով կտրուկ հակադրության մեջ էր եւ շարունակում է լինել իշխանությունների հետ։ Առաջին հարվածը իհարկե եղավ, այսպես ասենք, Թևանյանի այդ շինծուգործող ձերբակալումով, որին հաջորդեց արդեն Ծառուկյանի այդ խայտարակ տեսարաններով ձերբակալումը։ Իմիջիայլոց ինչի վրա կուզեի բոլորի ուշադրությունը հրավիրել, խոսվեց, չէ՞, որ պարոն Ծառուկյանի ձեռքերի բազուկների ձեռնաշղթաները բան չէր։ Անդրանիկ Թևանյանը իր ոտքով գնացել էր քնչականի մուտքի մոտ, այսինքն իր կանգնած տեղից մինչև քնչականի մուտքը երևի մի 3-3.5 մետր էր։ Այսինքն այդտեղ ձեռնաշղթայի կարիք չկա, բայց եկան այդ ամերիկյան կինոյի ոճով անպայման ձեռնաշղթաները հագցրեցին ձեռքերին, անցկացրեցին, որ տեսարան ունենա, որ տեսեք ինքը ձեռնաշղթաներով բերման է ենթարկվում։ Եվ արդեն շարունակություն Արեգնաս Մանուկյանի ձերբակալումներ, այստեղ Անդրանիկ Թևանյանի նախնական այդ խափանման միջոցի 2 ամսյա ժամկետը լրանում է, եւ որպեսզի նորից գնան եւս 2 ամիս խնդրեն, պետք է ինչ-որ քնչական գործողությունների իմիտացիա ապահովեն, որի շրջանակներում սկզբից Արեգնաս Մանուկյանն այս տունը խուզարկեցին, այնուհետ կանչեցին հարցաքննության, հետո Երվանդ Բոզոյանի տունն ներխուժեցին, էլի խուզարկություն, հարցաքննություն։ Հետո արդեն Արեգնազին անհետ կերպով ձերբակալեցին, որպեսզի Թևանյանի առաջիկա խափանման միջոցի նիստի ժամանակ քննիչները դատավորին ասեն, գիտեք, տեսեք, գործ են կանում, պրոցեսի մեջ է, թողեք Թևանյանը 2 ամիս է մնա այդտեղ։ Իհարկե, թե Ծառուկյանինը, թե Թևանյանինը, թե Չալաբյանինը, Աշոտյանինը, բոլորինը ակնհայտ քաղաքական ուղղորդում ունի, բայց Արեգնազինը շատ ավելի այսպես ցցուն էր, որովհետև նա չէր խուսափել որևիցե կերպ հարցաքննություններից, իր տանը խուզարկության ժամանակ ըստ մեզ հասած տեղեկությունների դժվար թե հայտնաբերած լինեին ինչ-որ մի էական հանգամանք, եւ անչափահաս երեխայի մորը, կնոջը անպայման դատարանը տարավ կալանքի, ինչը ուղղակի, ասենք, սազրելի է շատ, եւ առաջիկայում մենք ակնկալում ենք, որ այդուհանդերձ այս հասարակական լայն հնչեղությունը, որ ստացավ Արեգնաս Մանուկյանի ձերբակալումը, պիտի հանգեցնի ճնշման, որի արդյունքում Արեգնազի խափանման միջոցը գոնե Արեգնազինը, հետագայում արդեն թե Ծառուկյանինը, թե Թևանյանինը անպայման, թե մնացած բոլոր քաղաքավարակայինը պիտի փոխվի։
Ինչի հետ ենք սա կապում, չէ։ Այո, նշում եք քաղաքական հետապնդումները եւ նաեւ նշեմ, որ եւ Անդրանիկ Թևանյանին եւ Արեգ Նազմանուկյանին բավականին ծանր մեղադրանք են առաջադրել պետական դավաճանություն, գաղտնիություն տրամադրելու այլ երկրի։ Սա դուք ինչպես եք արդարացնում, ինչպես եք հիմնավորում, որ քաղաքական հետապնդումներ են սրանք։ Դե տեսեք, մեղադրանքը ծանր է բավականին։ Նախ եթե մեղադրանքին նայենք, հասարակության գերակշիռ մասը Նիկոլ Փաշինյանին է մեղադրում դավաճանության մեջ, թուրքի պատվեր կատարելու մեջ։ Բա դրա քրեական մեղադրանքը երբ է լինելու, դա հարցը առաջանում։ Մյուս դրվագը, եթե անդրադառնանք, ես հողում եմ անում ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի խոսքին, ով անմիջապես Թևանյանի ձերբակալումից հետո հրապարակավ տեսակետ հայտնեց, որ այս ամեն ինչից պատվերի հոտ է գալիս, այն հոդվածով, որով իբրև թե փորձում են մեղադրել Թևանյանին, դրանից էլ ածանցվում է նաև Արեգ Նազի եւ ինչու ոչ նաև պարոն Ծառուկյանի հանդեպ այդ հասարակական գեներացիան մտքի, մենք այդ հոդվածներով ըստ Համբարձումյանի վերջին 5-6 տարում շուրջ 90 գործ են հարուցել եւ որևիցե մեկը դեռևս դատարան չի հասել։ Այսինքն նա միշտ ծառայել է քարոզչական նպատակների, մի ժամանակ էլ տարբեր զինվորականների, չէ, այսպես ձերբակալեցին աղմուկ հարայրոց, որ հասարակության մոտ տպավորություն ստեղծեն, որ այ մենք գտանք պարտության մեղավորներին, այս զինվորականները վատ են կատարել իրենց ծառայությունը, հետո աստիճանաբար այդ խափանման միջոցները փոխվեցին։ Հանրության մոտ ձեր նկատմամբ փոփոխություններ դուք նկատել եք Մայր Հայաստան կուսակցության նկատմամբ, Անդրանիկ Թևանյանի նկատմամբ։ Բացարձակապես միայն Facebook-յան իրենց ֆեյքերն են, որ իրենց թելը, այսպես ասենք, թելում են, մնացած բոլորի համար այս իշխանությունների առաջադրած մեղադրանքը արժանահավատ չի կարող համարվել, որովհետև կա մի շատ պարզ, ասենք, ճշմարտություն։ Ուզում եմ բոլորին հիշեցնել 2021 թվականի փետրվարին մեր գլխավոր շտաբի, զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը, որ պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, պաշտոնական անկարան բացահայտ սատարեց Նիկոլ Փաշինյանին։ Դա որակում չի, դա գնահատական չի, դա փաստ է։ Այդ խարանը մեր ճակատին դաջված է, որ 21 թվականին թուրքերը սպառնացել են ընդհանուր մինչև Հայաստան զորք մտցնել, եթե գլխավոր շտաբի պահանջով Փաշինյանը հրաժարական տա։ Ինչպես նաև վառացիորեն ընտրություններից մեկ ամիս առաջ, ապրիլ ամսին, Հական Ֆիդանը պարզ ասեց, որ իրենց ֆավորիտը նախընտրելի տեխնացում Փաշինյանն ու ՔՊՆ-ն է։ Հիմա եթե այս իշխանությունների առաջադրած որևիցե մեղադրանքի, որոնք նշանակված են բանի, Հայաստանի գլխի տարբեր պատմություններ բերելու եւ թուրքական շահեր սպասարկելու համար։ Եթե այդ իշխանությունների առաջադրած մեղադրանքին որևիցե մեկը պիտի հավատա, ես ոչ մեկին այդ հարցում չեմ կարող օգնել։ Ակնհայտ դասական քաղաքական հետապնդում է եւ ավելի կուզեք ասեմ, այդ հոդվածներով սովորաբար համաշխարհային վիճակագրություն գոյություն ունի, թիրախավորում եւ փորձում են մեղադրել այն մարդկանց, որոնց վրա առհասարակ ոչինչ հնարավոր չի գտնել։ Կարելի է հայրենիքի դավաճանության, պետական դավաճանության մեղադրանքը կարել, մտցնել գաղտնիության ռեժիմ, խափանման միջոցը, փաստաբանին կաշկանդել, ասել եղելությունը չպատմես հասարակությանը եւ ընդհանուր միջև բանատանել հասնել փակ դատավարությունների, որպեսզի մարդուն պախարակեն, մարդուն անվանարկեն, դա մոտավորապես նման է, որ երկու հոգու մտցնես բոքսի ռինգ բռնցքամարտի, այն մեկի ձեռքերը կապես, այն մյուսին ասես դե հարվածի, այն մյուսին ասես դե դու մաքսիմալը կարող ես պաշտպանվել, ոչ ավելին։ Եվ ավելին ասեմ ձեզ, Անդրանիկ Թևանյանը դատի է տվել թե Ալեն Սիմոնյանին, թե Նիկոլ Փաշինյանին իր բարի համբավար արտահայտավորելու մեղադրանքներով, թե նաև այլ մարդկանց, հետևաբար իրավական տիրույթում Մայր Հայաստանը շատ հստակ, շատ շիտակ պայքարում է, բայց առաջին հերթին հասարակության հետ աշխատելու համար, ոչ թե այս իշխանություններին ինչ-որ բան համոզելու համար։ Բողոքի ակցիաներ եք կազմակերպելու, ինչ եք պատրաստում անել, գուցե լինեն ակցիաներ ՄԱԿ-ի դիմաց, ԵՄ-ի դիմաց։ Մեր գործողությունների սպեկտրը շատ լայն է, նախ ասեմ, որ արդեն իսկ ձևավորվել է քաղաքական հետապնդման զոհերի վերաբերյալ իրավական հանձնախումբ, որը վաղը կունենա համապատասխան շնորհանդեսը եւ մամուլի ասուլիսը,
պատկառելի կենսագրությամբ տեր մարդիկ են ընդգրկված, ընդգրկված են մարդիկ, ովքեր միգուցե նախկինում այլ հանգամանքներում իրար հետ ոչ մի կերպ սեղանի շուրջ չնստեին։ Առաջին հերթին այդ հանձնախումբը աշխատելու է թե միջազգային կառույցների, թե դեսպանատների հետ, ինչով ոչ նաև ձեր մատնացույց արած հրապարակային պիկետներ, ակցիաներ, միջազգային կազմակերպությունների տարբեր ներպետական հաստատությունների մուտքի մոտ մենք ամբողջ ծավալով բոլոր քաղաքապետարների վերաբերյալ ունենալու ենք հստակ ասելիք, այլընտրանքային տեղեկատվություն, աշխատում ենք նաև մարդու իրավունքների պաշտպանի հետ, մատնացույց ենք անում տարաբնույթ, խնդրահարույց դրվագներ, այնպես որ այդ մարտահրավերը մենք ընդունել ենք եւ հաստատապես չենք ընկրկելու այս կեղծ եւ շինծու մեղադրանքները։ Ինչ զարգացումների ակնկալիքներ ունեք, ապացուցվելու է մեղադրանքը, գործը կարճվելու է, ինչ է տեղի ունենալու։ Էլի ես ուզում եմ հողում անել փաստաբանին, առանց գործի ցալքերը բացահայտելու, շատ պատկառելի կենսագրության տեր փաստաբան է Օրբելյանը, որովհետեւ որ գործ որպես այդպեսին գոյություն չունի։ Այսինքն մեղադրանքի առարկա որպես այդպեսին գոյություն չունի եւ նաեւ մի հատուկ դրվագի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել, սկզբնական աղմուկը Թևանյանի մասով բարձրացրեցին պետական գաղտնիք ֆրազալոգիայով, ըստ փաստաբանի գնահատողական ինֆորմացիայի, միջոցի դատական նիստի ժամանակ մեղադրանքի մեջ պետական գաղտնիք ֆրազը գոյություն չի ունեցել։ Ինչ է։ Այլ ինչ որ նկարագրական, այսպես մանվածապատ մեղադրանք են փոխ, բայց որպես այդպեսին ի սկզբանե հնչեցրած պետական գաղտնիք հասկացությունը տեղ չի գտել։ Բացակայում է։ Եվ ես դրանց մեկ այլ ցայտուն օրինակ բերեմ։ Բաղդադ Սրբազանի հետ կապված անցած տարի որ գնաց այդ շքերթ ձերբակալությունների եւ քննչական կոմիտեի տարածած ձայնային հաղորդագրությունները Եվ այնպես էին մոնտաժել եւ կտրտել Հրայր Սարգսակյանի խոսքը, տպավորություններ ստանում, եթե դու այսպես մի քիչ օտարոտի նայիր այդ ամեն ինչին, անտեղյակ, կարող է տպավորություն ստանալ, որ Հրայր Սարգսակյանը, ասենք, Հզբոլլահի ճամբարներում պարապած ինչ-որ հատուկ ահաբեկիչ է, եւ տպավորությունը, որ առաջինը Հրայր Սարգսակյանին պետք է ամենա բանը տային, հա, խիստ մեղադրանքը, բայց երբ որ գործը տարան դատարան, Հրայր Սարգսակյանի խափանման միջոցով փոխված, որտեղ գործի մեջ Այն ինչ որ ի սկզբանե հրապարակել էր քննչականը։ Գործի մեջ Հրայր Սարգսակյանին վերաբերող որևիցե մեղադրանք չկա։ Պարոն Սուրքիասյան, ձեզ ինչ է հայտնի, ինչ կարգավիճակ ունեն այս պահին Անդրանիկ Թևանյանը, Արեգնաս Մանուկյանը եւ նաեւ Գագիկ Ծառուկյանը, ինչ պայմաններում են նրանք գտնվում, ով կարող է նրանց այցելել, ում է թույլատրվում։ Անդրանիկ Թևանյանը եւ Գագիկ Ծառուկյանը գտնվում են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում, միայն փաստաբաններն են, որ իրավունք ունեն նրանց այցելել։ Ընտանիքի անդամներն էլ չեն կարող այլ։ Չեն կարող, այո, չեն կարող, դա էլ մի абսուրդ իրավիճակ է, որը ցույց է դնում քաղաքական մոտիվացիան այդ ամեն ինչի։ Արեգնաս Մանուկյանը գտնվում է Աբովյան քրեակատարողական հիմնարկում էլի տեսակցությունների սահմանափակումով, անչափահաս աղջիկ երեխա ունի, որը արդեն չգիտեմ քանի օր է մոր կարիքն է զգում, այնտեղ էլ կա սահմանափակումներ եւ պարոն Թևանյանին եւ Ծառուկյանին եւ Արեգնազին այցելել են օմբուդսմենի ներկայացուցիչները, փորձում ենք հնարավորինս իրավական տիրույթում այնպես անել, որ հնարավորինս արագ ամեն ինչը, այսպես ասենք, Երևան գա եւ պարզ լինի, թե հասարակության համար, թե իրավական տիրույթում պարզ լինի, որ այդ մարդկանց ուղղակի ձերբակալել են քաղաքական թիրախավորման արդյունքում։ Այս օրերին ինչ աջակցություն եք ակնկալում ընդդիմադիր քաղաքական ուժերից եւ արտախորհրդարանական եւ խորհրդարանական նոր ձևավորվող խորհրդարանական ինչ աջակցություն եք ակնկալում։ Տեսեք, որպեսզի աջակցությունը չկրի այսպես իրավիճակային եւ սպոնտան բնույթ եւ չսահմանափակվեն միայն ուղղակի սատարման կամ դատապարտման ինչ որ հայտարարություններով, ահա նաև այդ նպատակով, որպեսզի այդ ամեն ինչը դառնա ինստիտուցիոնալ եւ մեխանիզմի բնույթ կրի, ահա այդ բանից ելնելով է, որ որքան գիտեմ, այդ հանձնախումբը ձևավորվել է, որպեսզի անխտիր բոլոր քաղաքապետարների վերաբերյալ լինի ա արագ արձագանք, բ աշխատանք իրավապահների հետ, գ հանրությանը տեղեկացնել ընթացքի մասին եւ դ աշխատանք միջազգային կառույցների իրավապաշտպան նաև կազմակերպությունների հետ, որպեսզի բոլորին ակնհայտ դառնա այս խայտառակ ռեպրեսիաների իրական, այսպես ասենք, հա կուլիսային
բովանդակությունը, այդ առումով պիտի ասեմ, որ շատ մեծ առաքելություն է ստանձնելու այդ կազմակերպությունը, մենք էլ յուրաքանչյուրս մեր առօրյա գործունեության մեջ պետք է սատարել։ Բացի հայտարարություններից նաև կան գործնական քայլեր, ձեզ դիմել են։ Տեսեք, որպեսզի ես առաջ չգնեմ եւ հանձնախմբի փոխարեն որևիցե պատասխանատվություն չստանձնեմ ինչ որ բան ասելու, Անդրանիկ ասուլիսը տեղի կունենա վաղը եւ վաղը հանրությանը ամբողջ, այսպես ասենք, պատկերով կներկայացվի, թե հանձնախումբը ինչ է պատրաստվում անել, հետեւաբար քաղաքապետարների մասով մենք կունենանք մի կենտրոն, որը թե ինֆորմացիոն, թե վերլուծական, թե կոմունիկացիոն բոլոր հարցերը կփորձի կանոնակարգել եւ այդ ամեն ինչը դնել համակարգված ռելսերի վրա։ Վերջում նաև կխնդրեմ անդրադառնանք ուժեղ Հայաստանի եւ Հայաստան Դաշինքի մանդատների վերցնելու հետ կապված, որովհետեւ ձեր համախոհները Բարգավաճ Հայաստան կուսակցության համախոհների մոտ կա դժգոհություն, որ ինչու է ուժեղ Հայաստանը կամ Հայաստան Դաշինքը վերցնում մանդատը։ Դուք նման դժգոհություն ունեք եւ ինչով եք դա պայմանավորում։ Ես դժգոհություն չէի ասի, ես այսպես ասեմ։ Կամ ինչով կօգներ ձեզ, եթե նրանք մանդատները չվերցնեին։ Այլ պայմաններում միգուցե խորքային իրավական քաղաքական վերլուծության առարկա դա լիներ, բայց ես գտնում եմ, որ ռեգիոնալ զարգացումների առումով եւ այսպես կոչված դրսից պարտադրված սահմանադրական փոփոխությունների օրակարգի առումով մանդատ վերցնել-չվերցնել չափազանց երկրորդական հարց է։ Վերցնելն էլ չվերցնելն էլ ունեն իրենց արգումենտները, հա։ Ուղղակի իմ սուբյեկտիվ կարծիքով մանդատ վերցնելու պարագայում շատ ավելի լեգիտիմ կլիներ, եթե ընդդիմություն ինքն իր համար ինչ որ վերջնաժամկետ սահմանի։ Ասենք, չգիտեմ, օրինակ 1 տարվա, հա, ընթացքում կամ ասեին, եթե հանկարծ բանը հասնի սահմանադրական հանրաքվեի, մեր գործողությունների վերջնակետը լինելու է սահմանադրական հանրաքվեն, կամ բոլորով միասին վիժեցնելու ենք, ստանալու ենք նոր քաղաքական իրավիճակ եւ հարկադրելու ենք գնալ արտահերթ պարլամենտականի, կամ եթե մենք չհաջողեցինք եւ այս արտաքին պատվերով սահմանադրությունը փոխվել, մենք կընդունենք, որ որպես ընդդիմություն մենք անգործունակ ենք։ Այսպեսի մի քննական ժամանակաշրջան եթե ստանձներ ընդդիմության այն հատվածը, որը պարլամենտում է, դա կլիներ շատ ավելի լեգիտիմ, ուղղակի մարդկանց դժգոհությունը եւ ցասումը մանդատ վերցնելու հետ կապված ունի այսպեսի այս հնգամյա բեքգրաունդը, որ կա, որ ամենևին էլ պարլամենտարիզմի բան չի եղել, էլի դրսևորման հարթակ չի եղել ազգային ժողովը եւ առաջանցնելով ես եթե որևիցե հեռուստադիտողի մոտ հարց կառաջանար, բա դուք ինչու եք մասնակցում եւ այլն, ես միանգամից անդրադառնում դրա, որ եթե Բարգավաճի հավաքած ձայները չգողանային եւ 5 ձայնով ձայների հարաբերակցությունը լիներ ուրիշ, այդտեղ պատկերը լիովին այլ էր լինելու եւ բացի այդ ես վստահ եմ, որ նույն թե պարոն Ծառուկյանը, թե Թևանյանը հաստատ մանդատի հետևից չէին էլի, որ գուղակի գնում էին այնտեղ, մենք մեր գործունեության վերջի 3 տարվա ընթացքում եւ հատկապես այս նախընտրական ցիկլից առաջ Թևանյանն ինքն էլ է հանձնարարել, որ ավելի շատ հայտարարել, որ ավելի շատ Մերանի դեր են փորձել ստանալ, կոնսոլիդացնել, գիտակցելով, որ յուրաքանչյուր վերցրած առանձին ընդդիմադիր ուժ ի վիճակի չէ հասնել իշխանափոխության, պետք է համախմբել, հա։ Հիմա այդ ճանապարհին կարծիքները կիսվում են, վերցնելու, չվերցնելու, պարզապես պետք է ընդդիմությունը շատ քաջ գիտակցի, որ մեր հասարակությունը իրենց 5 տարվա պարլամենտական ընդդիմադիր գործունեության կարտ բլանշ չի տվել, տվել է իշխանափոխության կարտ բլանշ, եւ եթե դու այս պահին ինչ որ քննադատություններ այդ օղանդերսկով վրա վերցնելով ներքուստ ինչ որ հաշվարկներ ունես, որ դու այդ մանդատը ծառայեցնելու ես իշխանափոխությանը, դա պիտի դրսևորվի ինչ որ ողջամիտ ժամկետում։ Չգիտեմ, կարող է 6 ամիս, 1 տարի, բայց ոչ ավել։ Ոչ ավել, որովհետեւ այն տեսարանը, որ պատրաստում են ցուցադրել ԿՊԱ-ականները պարլամենտում, այն մարդու մոտ, ով երեկոյան աշխատանքից վերադարձել դուզ եւ փորձում է լրահոսից հասկանալ եկրում ինչ է կատարում, հաստատ նեգատիվ զգացողություններ առաջացնելու, որովհետեւ լավ բան տեղի չի ունենալու, չի տեղի ունենալու շատ ավելի լավ ինչ որ բան, քան տեղի ունեցել ինչ էս պահը ԿՊ-ի մեծամասնության պայմաններում։ Կրկին շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Հարգելի հետևորդներ, կրկին հիշեցնեմ, որ զրուցակիցս Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էր։